Տիրոջ հոգին ինձ վրա է։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր Սուրբ Կորանից ընթերցվեց Ղուկասի ավետարանից մի դրվագ, որը խոսում էր Հիսուս Քրիստոսի ինքնության մասին։ Ընթերցվեց 4-րդ գլխից, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես է Հիսուս Քրիստոս գնում Նազարեթ, այնտեղ շաբաթ օրը գնում ժողովարան, վերցնում Եսայի մարգարեությունը եւ ընթերցում այնտեղից Եսայի 61-րդ գլխից մի հատված, որտեղ ասվում է. Տիրոջ հոգին ինձ վրա է, դրա համար իսկ նա օծեց ինձ, ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու, կույրերին տեսողություն շնորհելու, կեղեքվածներին ազատելու եւ Տիրոջը ընդունելի տարի հռչակելու։ Երբ Հիսուս Քրիստոս այս խոսքերը Եսայի մարգարեությունից ընթերցում է, փակում է գիրքը, նստում է եւ ասում է հետեւյալ տողերը. Այսօր այս գրվածքները կատարվեցին եւ դուք լսում եք դրանք։ Ղուկասի ավետարանում այս հատվածը գտնվում է անմիջապես Հիսուս Քրիստոսի փորձությունից հետո։ Հիսուս Քրիստոս մկրտվում է, ապա հոգով տարվում է դեպի անապատ, 40 օր պահք է պահում, սատանայի կողմից փորձվում է եւ հաղթում է նրան, եւ ապա Ղուկաս ավետարանիչը ասում է, նա գնում է Գալիլեայի շրջաններում քարոզում է, իր համբավը տարածվում է ամբողջ շրջանով մեկ եւ նա գնում է Նազարեթ։ Ղուկաս ավետարանիչը ընդամենը շատ փոքր նշում է կատարում Հիսուս Քրիստոսի այդ քարոզչության մասին, որը տեղի է ունենում Գալիլեայի շրջանում, եւ կենտրոնանում է նրա վրա, թե ինչպես է Հիսուս Քրիստոս գնում Նազարեթ, որտեղից նա իսկ էր։ Իրականում Հիսուս Քրիստոս Գալիլեայի շրջանում երկար ժամանակ է քարոզում, այնքան որ իր համբավը հասնում է անգամ Նազարեթ, եւ մարդիկ երբ տեսնում են Հիսուս Քրիստոսին, որ գալիս է, մի կողմից հասկանում են, որ սա այն պատանին էր, որ իրենց աչքերի առաջ է մեծացել, սա այն Հովսեփի որդին էր, սա այն Հյուսնն էր, մյուս կողմից զարմանքով սպասում են եւ ցանկանում են տեսնել, թե ինչն է պիտի քարոզի, որովհետև արդեն իսկ գիտեն, որ Հիսուս Քրիստոս քարոզիչ է եւ հրաշագործ է։ Արդեն իսկ գիտեն, որ Հիսուս Քրիստոսով Աստված հպվում է մարդկանց։ Եվ ահա, երբ Հիսուս Քրիստոս գալիս է Նազարեթ, իր հայրենի քաղաքը, գնում է ժողովարան, հրեաները բոլորը լցվում են այնտեղ։ Լցվում են այնտեղ եւ սպասում են Հիսուս Քրիստոսի քարոզչությանը, վարդապետությանը։ Հիսուս Քրիստոս վերցնում է Եսայի մարգարեությունը եւ ընթերցում է հիշյալ հատվածը, որ ասեցի. Տիրոջ հոգին ինձ վրա է։ Ինչ է նշանակում Եսայի մարգարեության 61-րդ գլխի այս հատվածը։ Տիրոջ հոգին ինձ վրա է։ Հիսուս Քրիստոս երբ այս տողերը կարդում է, բացատրում է մարդկանց, որ այո, դուք ինձ ճանաչում եք, գիտեք ինձ իբրև Հյուսն, բայց նա, ով այստեղ այսօր ձեր առջև կանգնած է, սովորական Հյուսն չէ, սովորական մարդ չէ, Տիրոջ հոգին ինձ վրա է։ Ովքեր էին հրեական միջավայրում համարվում նրանք, որոնց վրա էր Տիրոջ հոգին։ Նրանք, ովքեր ընտրվում էին Աստծո կողմից ժողովրդի միջից, նրանք, ովքեր իրենց գործերում ցույց էին տալիս Աստծո ներկայությունը, եւ 5 կտակարանը բավարար է տեսնել, որ նման բազում մարդիկ են եղել, մարգարեները, քահանաները, թագավորները, նրանք բոլորը ընտրված են եղել Աստծո կողմից, եւ նրանք բոլորը օծված են կոչվել, օծյալ Քրիստոս են կոչվել, որովհետեւ նրանք համարվել են Աստծո կողմից Սուրբ Հոգին ստացած անձինք։ Այսինքն հրեական միջավայրում կային Քրիստոսներ, անգամ նախքան Հիսուս Քրիստոսը, թագավորները, մարգարեները եւ քահանաները, որովհետեւ նրանք իրենց գործով Աստծուն էին ներկայացնում մարդկանց։ Բայց Եսայի մարգարեության տողերը շատ յուրահատուկ են։ Տեսեք ինչ է ասում մարգարեն, ասում է. Տիրոջ հոգին իմ վրա է, դրա համար նա ինձ օծեց եւ ուղարկեց
աղքատներին ավետարանելու, չի ասում աղքատներին կերակրելու, ասում է սրտով բեկվածներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու, կույրերին տեսողություն տալու, կեղեքվածներին ազատելու և Տիրոջը ընդունելի տարի հռչակելու, այսինքն տարի, որտեղ մեղքը չպիտի լինի, շրջան, որտեղ Աստծո արքայությունը պիտի հաստատված լինի, հրյա և որևէ թագավոր, և որևէ մարգարե, և որևէ քահանա, երբևիցե այն ինչ ասում էր Եսայի մարգարեն, անել չէր կարող։ Թեև Եսայի մարգարեն խոսքում էր օծյալի մասին, բայց հարցը հետևյալն է, ով պիտի լիներ այդ օծյալը, և թագավոր, և մարգարե, և քահանա, միակ և ճշմարիտ և կատարյալ օծյալը Հիսուս Քրիստոս, ով պիտի իջներ երկնքից, համաձայն բոլոր մարգարեությունների, ով պիտի իր հետ բերեր Աստծո թագավորությունը և հաստատեր այս աշխարհում, ով պիտի մաքրեր մեզանից մեղքը, մարդկանցից մեղքը պիտի մաքրեր և պիտի հաստատեր երանության թագավորությունը, ով պիտի կույրերին, կեղեքվածներին տեսողություն և ազատություն շնորհեր, ով պիտի աղքատների հոգիները լցներ Սուրբ Հոգով, ով պիտի համաձայն Եսայի մարգարեության չարչարվեր, ապա սպանվեր, և ով պիտի հարություն առներ։ Երբ Հիսուս Քրիստոս ընթերցում է Եսայի մարգարեության այս տողերը, հրեաները լսում են, նա ընդամենը ընթերցում է տողեր, որոնք հրեաները բազում անգամ ընթերցել էին։ Նա ընթերցում է տողերը, փակում է գիրքը և նստում է։ Եկել է ժամը մեկնության։ Այժմ Հիսուս Քրիստոս պիտի իր քարոզը հնչեցնի, պիտի իր մեկնությունը տա այս տողերին։ Եվ բոլոր հրեաները իրենց հայացքները սևեռում են դեպի Հիսուս Քրիստոս, տեսնելու համար, թե ինչ նա պիտի ասի։ Եվ Հիսուս Քրիստոս ասում է աշխարհի հզորագույն քարոզներից մեկը, ասում է, այն ինչ դուք այսօր լսեցիք, կատարվում է, վերջ։ Մեկ նախադասություն, այն ինչ դուք այսօր լսեցիք, ձեր լսելու ընթացքում կատարվում է, որովհետև Եսայի մարգարեությունը իրականանում, որովհետև Քրիստոս այստեղ է, Քրիստոս ձեր առջև է, Քրիստոս ես եմ։ Հրեաները բնականաբար ապշում են, բայց հաջորդող դրվագից մենք տեսնում ենք, որ նրանք Քրիստոսին չեն ընդունում։ Նրանք հրաժարվում են Հիսուս Քրիստոսից, որովհետև հրեաներին պետք չէր Քրիստոս, ով իրենց տեսողություն պիտի տար։ Պետք չէր Քրիստոս, ով իրենց խաղաղություն պիտի շնորհեր, իրենց հոգիները պիտի մաքրեր։ Հրեաները հրաժարվում են Հիսուս Քրիստոսից, որովհետև ցանկանում են մնալ մեղքի մեջ, չեն ցանկանում մաքրվել մեղքից, և մեղքի տիրապետության մեջ մնում են։ Իսկ մենք Հիսուսին իբրև Քրիստոս ընդունում ենք։ Եթե մենք ընդունում ենք Հիսուսին իբրև Քրիստոս, ապա մեր մեջ չի կարող լինել վատասրտություն, չարամտություն, նախանձ, կեղծիք, ստախոսություն, ատելություն, թշնամանք։ Մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսին։ Եթե մենք ընդունում ենք Հիսուսին իբրև Քրիստոս, ապա մեր մեջ, մեր գործերում, ամբողջ աշխարհը պիտի տեսնի Հիսուս Քրիստոսին։ Տեսեք, այս դրվագը Եսայի մարգարեության, ի սկզբանե ասացի, որ վկայություն էր Հիսուս Քրիստոսի ինքնության մասին։ Այսինքն այս դրվագը խոսում էր այն մասին, որ Հիսուսն ազովրեցին Քրիստոսն էր, բայց ոչ միայն։ Հիսուսն է ճշմարիտ օծյալը, ճշմարիտ Քրիստոս, բայց Հիսուս Քրիստոսով մենք բոլորս շնորհ ենք ստանում լինել նրա եղբայրները, լինել երկնքի արքայության ժառանգորդներ, և նրանով բոլորս շնորհ ենք ստանում լինելու օծյալներ, Քրիստոսներ, որովհետև մենք օծվում ենք
Սուրբ մկրտության ժամանակ Սուրբ Հոգով։ Մենք նույնպես ոցված ենք Հիսուս Քրիստոսի շնորհով Սուրբ Հոգու ողորմությամբ։ Եվ այսօր այս դրվագը, որ Հիսուս Քրիստոս ընթերցում է, միայն իր մասին չէ ընթերցում, ամենքիս մասին է ընթերցում։ Եվ այդ դրվագը հետևյալն է. Տիրոջ հոգին մեր վրա է։ Դրա համար իսկ նա մեզ օծեց եւ ուղարկեց աղքատներին Քրիստոսի բարի լուրը փոխանցելու։ Աղքատներին, հոգով աղքատներին, նրանց, ովքեր դատարկ են առանց Աստծո, Աստծուն մոտեցնել։ Ուղարկեց սրտով բեկյալներին, մեր հարազատներին, մեր ընկերներին, մեր մտերիմներին, ովքեր մեր ջերմության կարիքն ունեն, սրտով բեկյալներին բժշկելու, մեղքով գերեվարվածներին ազատություն քարոզելու, Քրիստոսին քարոզելու, կույրերին տեսողություն շնորհելու, ցույց տալու նրանց ճշմարտության սիրո ճանապարհը, որ է Հիսուս Քրիստոս, կեղեքվածներին, երբեմն անգամ մեր իսկ մեղքերի պատճառով կեղեքվածներին ազատելու այդ ծանր բեռից, որը մեղքի պատճառով նրանք ունեն։ Եվ ի վերջո, Տիրոջը ընդունելու առանց մեղքի, սիրո, խաղաղության, եղբայրասիրության, համերաշխության և խաղաղության տարի հռչակելու։ Սա է մեր